Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել ընտրովի կամ ցուցադրական։ Համամիտ եմ ձեզ հետ, պարոն Դանիելյան։ Հակակոռուպցիոն համակարգը պետք է լինի անկախ, պրոֆեսիոնալ եւ հաշվետու հասարակությանը։ Եվ մենք այդ համակարգը ներդրել ենք 2021 թվականին։ Պարոն Մինասյան, դուք առաջարկել եք, որ պետք չէ քննադատել նախկիներին, պետք չէ ցույց տալ ձեր քաղաքական ուժը ինչքան է լափել, կներեք բառս համար, բա պետությունից, քաղաքացիներից գողացածը չվերադարձնենք, նայելով 30 տարվա ընթացքում ձեր որոշ թիմակիցների պետությանը վերադարձնելու դատախազության պահանջը ուղղակի ապշում ես ագահության վրա։ Անձեն աչքով երևում է, թե դուք ինչ եք արել եւ մենք ինչ ենք անում։ Այո, դուք դարի հանցագործություններ եք կատարել, թվարկեմ, թալանել եք դպրոցները, մանկապարտեզները, բանակը, վաճառել եք երկաթգծերը, մի խոսքով ամբողջ Հայաստանը։ Հայաստանը դարձրել եք պարտքի պետություն։ Սա ինչ է, եթե ոչ համակարգված կոռուպցիա չէ։ Այս սա էր հեղափոխության պատճառներից մեկը։ Իսկ մեր քաղաքական ուժը վերացնում է, արմատախիլ է անում համակարգային կոռուպցիան։ Մեր օրոք ստեղծվել է հակակոռուպցիոն կոմիտեն այդ առատավոր երևույթի դեմ պայքարելու համար։ Հա, կլինեն սխալներ, բայց այդ սխալները մենք տեսնում ենք եւ վերացնում ենք։ Որոնք են հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթները։ Քրեական վարույթների իրականացում։ Քննում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, կաշառք, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, պաշտոնեական կեղծիք, ապօրինի հարստացում, պետական միջոցների յուրացում եւ այլն։ Անվերջ կարող եմ թվարկել եւ ի զարմանս ինձ այդ շկալայի տակ ընկնում եք միայն դուք, սիրելիներս։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործերի քննություն։ Իրավասու է քննություն իրականացնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ, բերեմ մի քանի օրինակներ։ Նորություն չէ քաղաքաշինության եւ վերահսկողության ոլորտում կոռուպցիայի դրսեւորումները։ Օրինակ, անօրինական շինության հանդուրժում կաշառքի դիմաց։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, հատկապես մայրաքաղաքը, ապականված է շինություններով, ապօրինի։ Վերահսկողության ոլորտում տուգանքների ճակետների մեջ փողզիջում պաշտոնյայի անձնական շահերի համար։ 2026 թվականն է, բայց պարզվում է, որոշ խանութներում ժամանակը կանգ է առել։ Անկախ նրանից, որ ամբողջ աշխարհը, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունը, ներդրել է մի համակարգ, որը պետք է բարձրացնել նաեւ մեր թոշակառուների թոշակները։ Սակայն մեզ մոտ դեռ կան վայրեր, խանութներ, որտեղ քարտով վճարել փորձելը համարյա հերոսություն է։ Ուզում եմ արձանագրել, որ այդպիսի սուբյեկտների վերջը շուտով կլինի եւ չգիտեմ ինչու թվում է, թե դա իմանալով է արվում մարդկանց զայրույթը մեծացնելու մեր իշխանության նկատմամբ, բայց մենք դա արմատախիլ ենք անելու։ Հարգելի տնտեսվարողներ, անկախիկ վճարումը քմաճույք չէ, դա թափանցիկության, հարմարության եւ օրենքի պահանջ է։ Քաղաքացին իրավունք ունի ընտրելու վճարման եղանակը առանց անհարմար հայացքների կամ սարքը չի աշխատում կամ չկա դասական արտահայտությունների։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում, հարգելի տնտեսվարողներ, մի մերժեք անկախիկ վճարումները, մի ստեղծեք արհեստական
խոչընդոտներ դրանց կիրառման համար, հիշեք, որ դրանով դուք օգնում եք պետությանը բարձրացնել թոշակները։ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեություններից է օպերատիվ հետախուզական գործունեություն, այսինքն իրականացնում է օպերատիվ միջոցառումներ հանցագործությունների բացահայտման և կանխման նպատակով, ֆինանսական հոսքերի վերլուծություն, օֆշորային գործարքներ, թվային ապացույցներ պահանջում են բարձր մասնագիտական պատրաստվածություն և տեխնիկական ռեսուրսներ։ Մասնագիտական կարողությունները մշտապես պետք է զարգանան։ Գիտեք, այս բացերի ոտքերը նույնպես մեծանում են նախկին կրթական համակարգից, որտեղ կոռուպցիան անչափելի մեծ էր, և ես որպես կրթության համակարգի օղակներից մեկը կարող եմ դա փաստել։ Ի վերջո, արդյունավետ քննության համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն քննչական, դատախազական, դատական և վերահսկող մարմինների միջև։ Համակարգային խզումները կարող են նվազեցնել արդյունավետությունը։ Պարոն Նահապետյան, կխնդրեի դրա վրա նաև ուշադրություն դարձնել։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ մենք ենք ստեղծել հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականին, և ինչ է դա նշանակում, որ մեր իշխանությունը իրոք պայքարում է կոռուպցիայի դեմ։ Կոմիտեն պարունակում է կանխարգելիչ բաղադրիչ, թեև հիմնականում քննչական մարմին է, սակայն իր գործով, իր գործերով և նախադեպերով նպաստում է կանխարգելմանը։ Պարոն Նահապետյան, շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար, համոզված եմ, որ միայն աշխատանքի ժամանակ կլինեն վրիպումներ, կարևորը մենք բոլորս պայքարում ենք կոռուպցիայի դեմ, և այսօր կարող եմ արձանագրել, որ չունենք համակարգված կոռուպցիա, ինչպես մեզ համոզում են մեր ընդդիմադիր գործընկերները, փորձում են արդարացնել իրենց տարիների ժամանակ իրականացված կոռուպցիոն սխեմաները, բայց ժողովուրդը տեսնում է, մենք չենք կարող փակել աչքերը կոռուպցիայի այդ հանցագործության դեմ։ Հարգելի ընդդիմադիրներ, ռեժիմը խուճապի մեջ է, համոզված եք, ավելի լավ ձեզ համար, եթե մենք խուճապի մեջ ենք, բայց հիշեցնում եմ, որ ճտերը աշնանն են հաշվում, բայց մենք ճտերը կհաշվենք ամռանը, համոզված եղեք, որ քաղաքացիական պայմանագիրը էլ ավելի շատ ձայները հավաքելու, քան 2021 թվականին։ Գիտեք ինչու, որտեղ մարդիկ տեսնում են, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այս տարիների ընթացքում։ Շնորհակալ եմ։